Վերջին ամիսների ընթացքում բուռն կերպով քննարկվում է երկու աստղ հեռուստանախագծի նոր եթերաշրջանը, որին իրենց մասնակցությունն ունեն բլոգեր Նինա Տիտանյանը և երգչուհի Անահիտ Ադամյանը։ Այս զույգը բավականին սիրված է հանրության կողմից, դրանց մասնակցությամբ տարբեր հոլովակներն էլ շատ արագ դիտողականություն են ունենում սոցիալական հարթակներում։ Անահիտ Ադամյանն այս օրերի ընթացքում բազմաթիվ անգամներ կիսվել է բեքսթեյջ կադրերով ու ցույց տվել, թե ինչ ուրախ են անցնում փորձերը։ Անահիտը վերջերս նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե նա ինչպես է երգում, իսկ Նինան էլ ինչպես է նախանձով նայում նրա երգեցողությանը։ Աշոտ Ղազարյանի թոռնուհին նաև հրապարակմանը կից գրել է հետևյալը. «Նինան ծեծի ա ինձ ենթարկում պարբերաբար, ահա այսպես է հումորով մոտեցել այս հոլովակին Անահիտ Ադամյանը»։ Ներկայացնում ենք այն առանց մեկնաբանության։ Հումորիստ դերասան Աշոտ Ղազարյանի թոռնուհին, երիտասարդ երգչուհի Անահիտ Ադամյանը հայ լսարանին ճանաչելի դարձավ մի քանի միջազգային երաժշտական մրցույթներին մասնակցելուց հետո։ Անահիտը կարճ ժամանակում կարողացավ մեծ թվով հետևորդներ հավաքել սոցիալական հարթակներում, որտեղ ի դեպ բավականին ակտիվ է։ «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում վերջինս անկեղծ զրույց է ունեցել, որին հետևել է Starnews-ը։ Անահիտը խոսել էր ամուսնանալու դրա համար տարիքի մասին ու նշել, որ իր համար չկա հստակ տարիք, որը պարտադրում է ամուսնություն։ Երգչուհու խոսքով յուրաքանչյուրի մոտ անհատական է, իր դեպքում ինքը կարևորում է իր ֆինանսապես կայացած լինելը, սակայն հակառակ դեպքում խնդիր ևս չի տեսնում։ Անահիտը խոսեց տղամարդու իր իդեալի մասին, կարևորելով սուտասան չլինելը, քանի որ ինչպես ինքն է նշում, մեկ անգամ սուտը պարզելուց հետո այլևս նույնը չի լինի, պետք է սուտասան չլինի, նշեց Անահիտն ու հավելեց հետևյալը. «Ես ու հայրս տարբեր բնավորության գծեր ունենք, բայց միևնույն է, այն տղամարդն ում ես կհավանեմ, պետք է հայրիկիս նման լինի»։ Նա մատնանշեց փաստը, ըստ որի ինքը պետք է միշտ լինի ուշադրության կենտրոնում։ Երգչուհու խոսքերով կարևոր է, թե օրվա մեջ քանի անգամ կզանգի նրան սիրելին, քանի անգամ կգրի։ Ինչպես ինքն է նշում. «Խայտառակ կարևոր դետալներ են, օրինակ, եթե տղան մի օր իրեն չգրի, հաց կերել ես, ոնց ես, տուն հասար, կամ քնել ես, բարի լույս ու բարի գիշեր, կամ օրինակ սրտիկ չդնի»։ Դա երգչուհու համար մտածմունքների առիթ կստեղծի։ Ուշադրության մասին խոսելիս Անահիտը հավելեց, որ էականը թանկ ու արժեքավոր նվերը չէ, այլ մինիմալ վերաբերմունքն ու ուշադրությունը։ Երգչուհին խոսեց նաև դավաճանության մասին. «Երբ ասում են, որ տղամարդը կարող է դավաճանել և դա նորմալ է, ինձ համար դա անընդունելի է, թեպետ նշեմ, որ նման հիասթափություն չեմ ապրել»։ Թերևս այս հարցազրույցով էլ Անահիտը հաստատեց ամիսներ առաջ Starnews-ի այն հրապարակումը, որ Անահիտն ու նրա սիրելին բաժանվել են։ Երբեմնի համատեղ ջերմ հրապարակումներն այլևս չկան։ Նրա էջերում չկան նաև նախորդ հրապարակումները։ Անահիտը նաև խոստովանել է, որ իր պապիկի անվամբ ճանաչում ունենալն ու մինչ օրս այդ փաստը հիշատակելն իրեն ուրախացնում է և ներքուստ երբեք անհանգստություն չի առաջացրել։ «Որպես Աշոտ Ղազարյանի թոռնուհի ճանաչվելը ինձ երբեք չի կաշկանդել։ Ընդհակառակը, դա ինձ ուրախացնում է։ Ես միշտ ամեն տեղ ասել եմ ու կասեմ. ես Աշոտ Ղազարյանի թոռնուհին եմ ու ես հպարտ եմ։ Մեր ընտանիքում մրցակցություն չկա։ Ես կուզեմ, որ իմ ընտանիքում բոլորն ինձանից լավը լինեն, դրա համար ես շատ ուրախ կլինեմ։ Ես երկու կողմից առաջին թոռնիկն եմ եղել ու այդ պատճառով էլ ինձ շատ են երես տվել, բայց իհարկե, երբ սխալ կամ վատ բան էի անում, ինձ վրա բարկանում էին։ Ես դպրոցում հաճախ տեսնում էի, որ երեխաները մեղավոր են, բայց ծնողները միևնույն է չէին բարկանում նրանց վրա, փոխարենը պաշտպանում էին, իսկ մամաս ինձ վրա բարկանում էր», անկեղծացել է Անահիտը։ Հավելենք նաև, որ ամիսներ առաջ «Սրտի տանիքներով» հաղորդաշարի հերթական հյուրը դերասան Աշոտ Ղազարյանն էր, ով խոսել է մի շարք թեմաների մասին։ Starnews-ն էլ հետևել էր զրույցին ու ներկայացնում է հետաքրքիր հատվածները։ Անդրադառնալով մանկության տարիներին, Աշոտ Ղազարյանը նշել էր. «Մարդուն մեկ-մեկ թվում է, որ այդ մանկությունը ինքը չի տեսել, չի ապրել,
որովհետև այնքան երազի նման է գալիս ու գնում։ Ես շատ խեղճ եմ մեծացել, ճոխ պայմաններում չեմ ապրել, բայց այնքան քաղցր ու թանկ հուշեր ու տպավորություններ է թողել, որ մանկությունը միշտ երազով եմ հիշում ու ամենակարևորը, որ մնացել է ինձ իմ մանկությունից ծնողներիս տված դաստիարակությունն է, իմ մաքրությունը, նվիրվածությունը, մարդկանց սիրելն ու օգնելը, անկեղծացել էր դերասանը։ Աշոտ Ղազարյանը պատմել էր նաև իր և կնոջ տիկին Մելանիայի ծանոթության մասին։ Ինքը 8-րդ հրաշալիքն է ինձ համար։ Ես իրեն շատ բանով եմ պարտական։ Ինքը նվիրված է ոչ միայն ինձ, այլև իմ գործին։ Ինձնից շատ ինքն է հուզվում։ Քույրս ապարանում բժշկուհի էր, ինքն էր նրանց հարևանն էր։ Որ ամառներ հարձակուրդներին գնում էի քրոջս տուն, իրեն տեսնում էի, դուրս գալիս էր, թմբլիկ, սիրուն, լավ աղջիկ էր և դպրոցում գերազանցիկ, բայց հետո անցան տարիները ու քույրս եկավ Երևանում ապրելու, իրենք էլ գնացին, ես էլ գնացի բանակ։ Բանակից որ վերադարձա, ամուսնանալս գալիս էր, ասացի պետք է ամուսնանամ, ու մի օր պատահական տեսա իրեն ու ամուսնացանք։ Մեր մեջ լուրջ վեճեր չեն եղել, ոչ ինքն է խանդել, ոչ ես, որովհետև իրար առիթ չենք տվել։ Նույն հարցազրույցի ժամանակ Աշոտ Ղազարյանը հիշել էր նաև դերասանուհի Լալա Մնացականյանին ու նրա մասին խոսելիս Աշոտը նշել էր. «Իմ թույլ տեղին կպաք, ես, Հրանտը, Լալան դարձանք հարազատներ, ընտանիքի անդամներ։ Եթե հաճախակի չտեսնեինք իրար, գոնե զանգում իմանում էինք։ Լալան մեր մեջքը կոտրեց, ինձ ու Հրանտին անտեր թողեց։ Աստված թող հոգին լուսավորի, ինքը շատ սիրուն մարդ էր», հարցազրույցի ժամանակ անկեղծացել էր Աշոտ Ղազարյանը։ Հերթական հարցազրույցի ժամանակ խոսելով ներկայիս հնարավորությունների և անցյալում ունեցած դժվարությունների մասին դերասանը մի դեպք էր պատմել, երբ նկարահանման ժամանակ օղի խմելու տեսարանի համար ջուր չգտնելով ձեռքի տակ ծաղկամանի փտած ջուրն են խմել։ Ամիսներ առաջ ապատեղեկատվության կիզակետում հայտնվեց նաև արտիստի անունը։ Մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Աշոտ Ղազարյանի ինքնազգացողությունը Ամերիկայից Հայաստան վերադառնալու ճանապարհին կտրուկ վատացել է և նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։ Մարդիկ իրենց լայքի համար ինչ ասես կանեն։ Ես իրենց բան չեմ ասում։ Եթե փող եք աշխատում, նամուսով, խղճով աշխատեք։ Հաղորդման բլից հարցերին Աշոտ Ղազարյանը տվեց իր անկեղծ պատասխանները։ Ինչի համար եք ափսոսում։ Ափսոսում եմ, որ մեծացել եմ։ Արդեն 75 տարեկան եմ, ափսոսում եմ, որ քիչ մնաց ուրախացնեմ էս ժողովրդին։ Մարդ, ով գիտի ձեր մասին ամեն ինչ։ Դա իմ կինն է։ 2 տարի հետո Աստված որ ուզի, մեր ոսկե հարսանիքը կնշենք 50 տարին։